Ձեր կարծիքով եկել է հակակոռուպցիոնը տարել է ինչի համար, ինչ տեղեկություններ ունեն։ Մենք մինչև այս պահ ժողովուրդ նույնիսկ չգիտենք, մեզ զանգահարեցին, ասեցին, որ Խալաթյան Աննայի դներ մեր բանով, այսինքն այո, տեղեկանալով, ճանաչելով, մարդիկ ճանաչելով, զանգեցին, ասեցին, քաշքշելով այդ կնոջը ու հետո նոր քիչ առաջ ասեցին, որ ինքը ավականու անդամության տեխնազու է, ինքը կարող է ընդրատեղամասերի տարածքները գնալ։ Թիմակցին հեռացրել տարածքից կամ այնտեղից որտեղ ինքը եղել է, չգիտեմ։ Ես ինֆորմացիա չունեմ։ Ես այս պայթորությամբ նույնիսկ ձեզանից իմացա, որ ինչ որ արդեն տեղը գիտեք որտեղ է, մենք բացարձակ հա Պարոն Գրիգորյան, այնուամենայնիվ Գյումրին հասավ այս ընտրությունների անդերընտրությունների շեմին, քանի որ էլեկտրական հետապնդումներով Բալասանյան դաշինքի ներկայացուցիչները, հատկապես Բալասանյանի որդու հետ կապված գործերով, ստիպված հրաժարական տվեցին, որ ընտանիքը զերծ պահեն նման քրեական գործերից, իրենք էլ զերծ մնան։ Հիմա ձեր թիմակիցներին, ընտանիքի անդամներին քրեական գործերով փորձում են լրացնել։ Կարող է գա ինչ-որ մի բան, որ դուք էլ հետ քայլանեք։ Դե հիմա տեսնում եք իմ ու Բալասանյան դաշինքի տարբերությունը։ Տեսնում եք, որ պայքարում եմ։ Այդպես է պայքարելու եմ ինչեր։ Այսինքն տեսնում եք, որ հետ քայլանող մարդը այսքան լրատվամիջոցների դեմը այսպես նստած հստակ, վստահ իրեն կպահեր, բացարձակապես հետ քայլ չունեմ անելու։ Բայց այդ թիմակիցների վրա վստահ եք։ Իմ թիմագիցների վրա էլ ունեմ վստահություն, իմ վրա վստահ եմ, նաև վստահ եմ ձեր վրա։ Լրատվամիջոցների վրա, որ մի վարյան էլի, թողեք ես, եթե հարց եք տալիս, թողեք ես ավարտեմ։ Այո, հենց որ դուք ես ադնի չեք տնի, Վահե ջան, ձեր ասածի պես ու ձեր աչքի առաջ է, այն ինչ որ կատարվում է։ Հիմա ինչ մտավախություն։ Ես 7 տարի բացարձակապես ոչ մի խնդիր չեմ ունեցել ու իմ վրա այսօրվա դրությամբ այդ շիբինը, որը ի սկզբանե ծիծաղելի էր, հումորի տվեցինք, մեր շիբինը ձեր շիբինին վնաս չի, գնացեք դուք ձեր շիբինը արեք, հումորի տվեցինք, մտածեցինք, որ դե իրավիճակային բան էր, բայց պարզվեց, որ մարդիկ լուրջ կախնելու տեղ ունեն եւ կախվել են դրանից։ Հիմա դուք ձեր ինչ մտավախություն, ինչ ինֆորմացիաներ եք ստացել, որոնք կոնե սպայդրությամբ հնարավոր կլինի Այս պայթորությամբ չեմ կարող այդ մասին խոսել, ուղղակի իմ բնույթը իմ տեսակը թույլ չի տալիս, որ դուք երևի արդեն հասցրել եք ինձ ճանաչել, որ ես այդպես այն տեսակը չեմ էլի, որ վայ տեսեք ինձ հետ այսպես այնպես, եթե կա կոնկրետ բան, ես կխոսեմ կոնկրետ դեպքերից, բայց այն որ կա ու սպասվում է, այս պայթորությամբ իդեպ ասեմ, ինչ ուզում են թող անեն, ինչ անում են գյումրեցիների աչքի առաջ է արվում, գյումրեցիները լավ կտեսնեն ու ուղղակի հարցը այն է, որ իրենք գյումրեցիներին լավ չեն ճանաչում։ Իրենց ձենը տակ տեղից է գալիս, գյումրեցիները էլ ավելի է բարձրանալու։ Կտեսնեք իշքան եք երազանցելու։ Բայց այս գործընթացները ներողություն ձեզ են ավելի շատ ձեռնտու։ Դե եթե հիմա իմ ամբողջ թիմը այս պայթորությամբ պարալիզացված է, մարդիկ չեն կարող, մարդիկ ունեն իրենց աջակիցները, մարդիկ ունեն հանդիպումներ ունեցած, մարդիկ ինչ որ մարդկանց պիտի օգնեն, պիտի ընտառաջեն, ինչ որտեղ մեքենաները, մյուսը, բոլորը պարալիզացված են, մարդիկ համատարած ճնշված են։ Այդտեղ եթե կա ձեռնտու տարբերակ, որ դու ոչ մի բան չես կարող անել, քեզ սահմանափակում են, ես թիմագիցներից մասին է խոսքը, որ իմ թիմագիցները են մարդիկ, ընդրողը իհարկե չի վախենա, ընդրողները շատ ու շատ ինչ կհետևեն այդ ծև բերետավորներին ու կհասկանան ինչ է նշանակում այդ ծև բերետավորները ու ինչ են ուզում այդ ծև բերետավորները գյումրեցիներից։ Դա չէ խնդիրը այն է, որ եթե ասում եք իմ օգտին, ես ժամանակին էլ ասեցի, չէ՞, իմ բնույթը, իմ խառնվածքը, իմ նաև սպորտային այդ կեցվածքը ինձ հնարավորություն է տալիս, որ այդ հարցակումները օգտագործեմ
այդ հարցակվողի դեմ ու ի նպաստ ինձ օգտագործեմ այդ ամեն ինչը, հիմա դե հարցակվողն է պիտի հասկանա հարցակվի, ինչ տարբերակով հարցակվի, այդտեղ ես մեղք չունեմ, որ իրենք չհաշվարկած հարցակումներ են անում, հետո այդ իրանց դեմ է աշխատում, իրանց, չգիտեմ։ Գորիսի օրինակով ռեպրեսիան դրից ազդեցություն ունեցավ, մանավանդ որ Գորիսը հենց առաջինն էր համապետական ընտրություններից հետո, գոնե այդ օրինակով հիշում ենք, որ շատ մեծ ճնշումներով փորձեցին հասարակությանը նաև տներից դուրս շբերել, բայց լրիվ հակառակ էֆեկտը տվեց եւ ընդդիմադիրը վերջում նստած Արուշ Արուշարյանն ընտրվեց։ Նույնը փորձեցին անել դա կապանով։ Հիմա այստեղ այս ռեպրեսիաները ձեր կարծիքով հակազդեցություն ունենան մյուս կողմից։ Ինչու հենց ձեզ անընդհատ իրախանում, դուք ինչ բացատրություն ունեք, որը գուցե մինչ այս պահը չեք տվել։ Ուրեմն ամբողջ ընթացքում սիրելի լրագրողներ, ես կխնդրեմ էլի հնարավորինս հետել լրություն պայեք։ Ուրեմն այս ամբողջ ընթացքում դուք տեսել եք, որ ես ամենահավասարակշռված, ամենազուսպ քարոզարշավ անողն եմ եղել։ Ես էլի եմ ասում, ես հարգում եմ իմ կարգավիճակը, ես հարգում եմ այն ինստիտուտը, որը ես ներկայացնում եմ, այսինքն որպես ազգային ժողովի պատգամավոր։ Եվ ես լավ հասկանում եմ այս նոր նախընտրական թրենդային վիճակները, ինչ պիտի անես, որ թրենդային լինես TikTok-ում կամ մյուս տեղերը, ես հարգելով ինձ, հարգելով իմ կարգավիճակը որպես ազգային ժողովի պատգամավոր, ես նաև տեխնազություն եմ առաջադրել, հարգելով Գյումրեցուն, Գյումրի քաղաքը, ես զերծ եմ մնացել այդ ամեն ինչից ու գնացել եմ դասական քարոզարշավի, այսինքն քաղաքական process-ը ես գնացել եմ լուրջ քաղաքական process-ների ներկայացրել եմ իմ ծրագրերը, նաև ժողովրդին ներկայացրել եմ, որ այո, պետք է լինի Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետ քարոզարշավի ընթացքում, նաև մեկնաբանել եմ, որ վաղը մյուս օր ժողովրդյան ավելի շատ վերահսկվելի է լինելու այդ քաղաքապետը ու ավելի շատ այդ միջոցները ծառայեցվելու է մեր քաղաքին։ Ամեն կերպ փորձել են ոչ մի կարմիր գիծ չհատել, այնպես անել, որ վաղը ընտրություններից հետո նույնիսկ քաղաքում ցնցումներ չլինի, լարվածություն չլինի։ Ես ամեն ինչը հաշվարկած արել եմ եւ հաշվարկածը տանելու եմ։ Այսօր էլ առիթ չեմ տալու, որբիսի այդ հիմք դառնա վաղը մյուս օր նորից լարվածությունը շարունակվելու։ Ես այս փակելու եմ այս կանով, այս ամեն ինչի մեջ, այսինքն ընդրականի այս ընդրական process-ների մեջ ու պահելու եմ հավասարակշռվածությունս ու այնպես եմ անելու, որ վաղը ոչ մի ցնցում, ոչ մի լարվածություն այս քաղաքում չլինի։ Ճիշտ է, ամեն ինչ անում էին ի սկզբանե, որ տեսեք ինչ է լինելու Գյումրիում, տեսեք ինչ են անելու, այսօր բոլորը տեստեղ եք։ Ով ում թիմի հետ ինչ արեց, տեսեք ինչ է անելու Մարդուն, տեսեք ինչ է անելու Մարդուն Գրիգորյանի, Վարդան Ղուկասյանի թիմերը, իրար են այս անելու, այն անելու, տեսակ որ ոչ մի բան չենք անելու։ Մենք գյումրեցիներ ենք, Բերեք թողնենք Վարդան Ղուկասյանին, ինքը մեծացել է, տարիք առել է, հասկացել է ամեն ինչը, կարևորը ինքը արդեն տարիքն առել է, հասկացել է։ Մենք էլ ժամանակ ունենք մեծանալու, այնպես որ նորմալ է։ Ես այդ ամեն ինչը նորմալ եմ, ես այդ ամեն ինչը նորմալ եմ ընդունում, բացարձակապես այդտեղ ինքը ես չեմ ընդունում վիրավորական բան, նորմալ է, իր բաղականին նորմալ է։ Դե ուրեմն այդ իր խոսույթն է, տեսնում եք, ինձ համար կոնկրետ այդ ինձ համար ասած չէ, ինքը որ տարիքով մեծ է, տարիքով ավելի չէ այլ մարդկանց ասում է մեծանալ, ես նորմալ եմ ընդունում, յուրաքանչյուր մարդ է Գրիգորիչի ասածի պես երեխաները պարտավոր են մեծանալու, այնպես որ նորմալ է։ Տեսնում եք, տրամադրությունը լավ է, հումորը տեղն է, դուխները տեղն է։ Այսինքն Երևան էիք ուզում գնալ, չէ, կինոները նոր են սկսվել, ժողովուրդ ջան, կարող եք մնալ։ Ձեզ ամեն ինչը ասում եք, որ այսպես ասած հումից դուրս գաք ու ինչպես ասում էին Գյումրի կրիմինալ քաղաք է, այդ կրիմինալ քաղաքերը սկսեն։ Տեսան, որ իրար մեջ ընդդիմադիրները այդ բանը չի ստացվելու, հիմա այդ ամեն ինչը դառնալու է իշխանություն ու տեխնազուներից մեկի թեման են դարձնելու, սարքելու են այդ ամեն ինչը, բայց այդ է չի լինելու, այստեղ մենք քաղաքի մեջը մենք բոլորս իրար լավ գիտենք, բոլորս իրար լավ հասկանում ենք, ուրիշ բան Երևանից մեկին բերեն, որպես գյումրեցի ներկայացնեն, գցեն առաջ ինչ-որ մի բաներ անելու, բայց մենք այդ հասկանում ենք, այստեղից է կոչ եմ անում իմ թիմագիսներին, թիմագիսներ ջան, տղեկ ջան, բացարձակ պրովոկացիայի չգնաք,
Լսեք, ընկալեք, ընդունեք, չտրամադրվեք, որ դուք ով եք գաք Գյումրի, մեր հետ էսևի, ենցևի, այդ տղայական բանը մեջները չաշխատի, դուք Գյումրի ունեք, դուք ձեր քաղաքում եք, ընդունեք որպես հյուրի կարգավիճակով, հյուր են եկել են, մարդ է, հաշվեք եկել են, չեն տիրապետում, չգիտեն որը ով եք, կարող են այդպիսի բաներ թույլ տան, նորմալ է, էս էլ կանցնի, ամեն ինչ կանցնի, մենք այս քաղաքի մեջը գլուխներս բարձր ման ենք գալու, շարունակելու ենք մեր գործը, շարունակելու ենք ապրել այս քաղաքում։ Մտածեն են մարդիկ, ովքեր որ ամաչելու են վաղը կամ այսօր ժամը 8-ից հետո գլուխները բարձրացնեն այս քաղաքում անգամ։ Իհարկե ներողամիտ եմ Արցախը տնում։ կորցնողը ամաչել է, հակառակը արդարացել։ Ես չգիտեմ, այդ բնութագրելը դուք բնութագրեք, դուք ավելի լավ եք տեսնում, դուք ավելի լավ եք հասկանում, դուք ավելի շատ մարդկանց հետ եք շփվում, նաև հասցրած կլինեք գյումրեցիների հետ շփված լինեք, ցավոք սերտի ես ժամանակ չունեմ, ես հազիվ թիմակիցներիս հետևից եմ գնում, որ նայեմ ում որտեղ ինչ եղավ